Երևանի հետ իբր խաղաղություն կառուցող Բաքուն շարունակում է սերունդ կրթել, ասա Ղարաբաղն Ադրբեջան է պատերազմի օրերից հայտնի զազրելի լոզունգով։ Ադրբեջանցի լրագրող Ջավիդ Ահմեդովը հրապարակել է տեսանյութ ադրբեջանական դպրոցներից մեկում թշնամական քարոզչության մասին։ Այսպես է ձևավորվում նոր սերնդի աշխարհայացքը եւ այսպես է Ադրբեջան պետությունը հովանավորում թշնամանքը։ Դպրոցական դասագրքերում հայերին անվանում են ագրեսոր, թշնամի ու երեխաներին մանուկ հասակից ներարկում այն միտքը, որ հայերն իբր գողացել են ադրբեջանական հողերը։ Մինչդեռ սեփական արարքներին կողքից հետևելու դեպքում կնկատեին, որ իրենց իսկ բեմականացման մեջ բռնությամբ ու մահվան սպառնալիքով են կորզում Ղարաբաղն Ադրբեջան է արտահայտությունը։ Քարվաճարի 34 համարի դպրոցն է ու այս պատկերն է ողջ Արցախում։ Բռնազավթված տարածքների դպրոցներում ձևավորվել է մի ավանդույթ, երբ դասամիջոցի ժամանակ դպրոցի ամբողջ տարածքում երկու անգամ հնչում է Իլհամ Ալիևի ձայնը՝ Ղարաբաղը մերն է, Ղարաբաղն Ադրբեջան է։ Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ նրանց պատմական հայրենիքը գտնվում է ներկայիս Հայաստանի տարածքում, որը նրանք անվանում են Արևմտյան Ադրբեջան։ Օրինակ Խաչմազի հաղթանակ զբոսայգում անցկացվել էր Արևմտյան Ադրբեջանը մեր հայրենիքն է խորագրով փառատոն, որի ընթացքում տեղի աշակերտները ներկայացրել են ձեռագործ աշխատանքներ Թալին եւ Գառնի հայկական տեղանուններով։ Փաստացի Բաքվում երեխաները մեծանում են ոչ թե խաղաղության, այլ ռևանշի եւ տարածքային նկրտումների գաղափարախոսությամբ, մի բան, որում մեղադրում է մեզ Բաքվի բռնապետ Ալիևը։ Կրթական այս քաղաքականությունը պաշտոնականացվում է։ Իլհամ Ալիևը իր ելույթներում օգտագործում է նվաստացուցիչ տերմիններ եւ հստակ հրահանգ տալիս կրթական համակարգին ու հասարակությանը։ Հայերին ատելը պետական պահանջ է։ Այս քաղաքականության նյութական մարմնացումը Բաքվի կենտրոնում գտնվող ռազմավարի պուրակն է։ Այն ցուցադրում է 2020 թվականի պատերազմի ընթացքում գրավված հայկական զինտեխնիկան, հայ զինվորականների ցուցամանեկենները, որոնք հանդիսանում են ծաղրի եւ նվաստացման օբյեկտ։ Բաքվի կառավարության ատելությունը չի սկսել հաղթանակի այգուց։ Դա պարզ էր ավելի վաղ, երբ Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպային եւ նրան հերոսի պես ընդունեցին։ Այգին նույն տրամաբանությամբ է զոհվածների սաղավարտներով ու երեխաների համար ռասիստական մանեկեններով։ Սա անմարդկայնացում է։ Այս այգին հայատյացության դասագիրք է բաց երկնքի տակ, այն փոխանցում է հստակ ուղերձ, հակամարտությունը դեռ ավարտված չէ եւ ատելությունը պետք է շարունակվի։ Ադրբեջանում հայատյացության քարոզը սկսած դասագրքերից մինչեւ նախագահի խոսք եւ ռազմավարի պուրակի ցուցանմուշներ ապացուցում է, որ այն դարձել է պետական գաղափարախոսության առանցքը։ Մինչ միջազգային հանրությունը փորձում է խաղաղություն հաստատել, Բաքուն դաստիարակում է մի սերունդ, որը ծրագրված է նոր պատերազմների համար եւ իրական խաղաղության ակնկալիքը այդ երկրում արկա միտումները հաշվի առնելով ողջամիտ մարդկանց համոզմամբ միամտություն է։ Դիանա Կարապետյան, Open Media։